Վիզաների ազատականացման գործընթացը, քանի որ նաև վերջերս Բարձրաստիճան պաշտոնյայի հետ էի քանդել։ Վերջերս երկու Բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այստեղ եղել, ԵՄ հանձնակատար Կոսը եւ հանձնակատար Բրուները, շատ դրական քննարկումներ են ունեցել, որովհետեւ երկու հանձնակատարներն էլ արձանագրել են, որ ներքին գործերի նախարարությունը որպես համակարգող պատշաճ կերպով գերազանց կատարել է իր արժեվ դրված խնդիրը եւ սա է պատճառը եղել, որ ռեկորդային արագ ժամանակահատվածում մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը, ընդ որում շատ միջոցառումներ, որոնք ակնկալենք, որ օրինակ առաջիկա տարիների կտրվածքով պիտի կատարվեր, այսօր մենք նույնիսկ կատարել ենք այդ միջոցառումները եւ գործընկերներս երկուսն էլ փաստել են եվրոպացի, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար։ Ես որպես նախարարության կողմից process-ի համակարգող գլխավոր բանակցող պիտի փաստեմ, որ ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր արժեվ խնդիր ենք դրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը, շատ իրատեսական է, որովհետեւ սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմների օրակարգին եւ այնպես չի, որ գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պիտի թելադրի սկսել ինչ-որ մի բան անել կամ չշարունակել ինչ-որ մի բան անել։ Այս երկու process-ները շատ սինխրոն են իրար, սա է տալիս համոզմունք ինձ ասելու, որ մենք շատ իրատեսական process ունենք եւ եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ։ Կներեք, մի վերջին հարցը